Բոլոր հավատացյալները ուզում են տարբեր ձևի նեղությունից փրկվել, սիրելիներ։ Ոչ մեկը չի ուզում գտնվել հոգևոր տառապանքի, վշտի, նեղությունների մեջ։ Բայց Աստված Հոբին փրկեց, ազատեց, բայց դեռ հարցերը լուծված չէր։ Փրկության ուրախություն։ Փրկության ուրախությունը, եղբայրներ, ամենամեծ ուրախությունն է կյանքում։ Դա որևէ վիճակից փրկվել չի։ Փրկվել են կյանքից, որը մեղքի ընտանում է։ Իսկապես փրկվել։ Այդ փրկության ուրախությունը մարդը, որ կորցնում է, շատ հավատացյալներ կորցնում են, չեն էլ գիտակցում, որ կորցրել են, չեն էլ հասկանում, որ փրկության ուրախությունը կորցրել են։ Բայց ոնց եղավ, որ Դավիթը հասկացավ դա։ Դավիթը թագավոր մարդ էր, բայց հասկացավ։ Որտեղ փրկության ուրախությունը բոլոր ուրախություններից խիստ տարբերվում է։ Ասենք, անդամալույց ես բժշկվար, ուրախանում ես, բայց այդ ուրախությունը ուրիշ ուրախություն է։ Հրաշք է կատարվում, ծանր նեղության մեջ ես, հիվանդության մեջ ես, աղոթում ես, բժշկում ես, փրկվում ես։ Դրանք ուրախություններ են։ Բայց փրկության ուրախությունը մնայուն է։ Նա հավիտենական է, նա 10 օրվա չի։ Այդ փրկության ուրախությունը մնայուն է։ Սա կարևոր խնդիր է, սիրելիներ։ Մենք կարող է շատ բաներից փրկվենք, բայց ուրախությունը ուրիշ է։ Տեսեք, մարդը գտնում է շատ ծանր վիճակի մեջ, բայց նրա ուրախությունը շատ բարձր է, շատ փառավոր է, այդ ուրախությանը ոչ մեկ չի կարող կանգնել։ Տեսեք, ինչ փրկության ուրախություն է։ Ամբակունյան մարգարեության 3:17-ի 18-19 խոսքերը, Ամբակունյան մարգարեության 3-րդ գլխի, թեև թզենին ընձուղ չտար, որտեղ վրա պտուղ չլինի, ձիթենի բերքը ստե, արտերուն կերակուր չտան, հարակները ոչխարը կտրվի, գոմերի մեջ արջար չլա, սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ, իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ։ Այս ուրախությունը, փրկությունը, սա մնայուն ուրախություն է։ Եթե մնայուն ուրախություն չունես, դու փրկություն չունես։ Փրկված մարդը, մեղքից փրկված մարդը ունի իսկական ուրախություն։ Այդ ուրախությունը չես կարող նրանից խլես։ Որտեղ դա նյութական չի, որ կամ իր վիրավորանք չի, որ վիրավորես ինքը վիրավորվի։ Այդ փրկության ուրախությունը Աստծու մեջ է եւ իր խոսքի մեջ է։ Ցույց տամ մի մարդ, որը ուներ նորից փրկության ուրախություն։ Այդ ուրախությունը կապված չի նյութական ոչ մի բանի հետ։ Տիրոջ խոսքում գրված է. ես քո խոսքերը գտածի պես կերազանոնք։ Երեմիա 15:16։ Երեմիա 15:16։ Ես քո խոսքերը գտածի պես անոնք կերա, եւ քո խոսքը իմ սրտիս ցնծություն, ուրախություն եղավ։ Վանսի քոնդ իմ վրաս կոչված է, ով զորաստեր։ Տեսեք, քո խոսքը իմ սրտիս ցնծություն, ուրախություն եղավ։ Աստծո խոսքը մարդի մեծ երջանկություն է ապարգևում։
Այս ուրախությունը մնայուն է եղբայրներ քուրեր։ Փնտրեք այս ուրախությունը, փնտրեք այս փրկությունը։ Բոլոր ուրախությունները սրամոտ զրո են։ Եղել է որ մարդիկ Աստծո խոսքի մեջ մեծ ուրախություն են տեսել, մեծ ուրախություն, նայեցկան ուրախություն են տեսել։ Այդ ուրախությունը չափել հնարավոր չի։ Ես կցնծամ քո խոսքերով շատ ավար գտնողի պես 162 խոսքը 119 Սաղմոսի 162-ի 119-ը ես կցնծամ քո խոսքով Աստծո խոսքը երկակնդի հետ կապ չունի նյութական աշխարհի հետ կապ չունի այս ստեղծվագործության հետ կապ չունի Աստծո խոսքը կապ ունի Աստծո հետ Աստծո խոսքը հենց ինքը Քրիստոսն է ներկայացնում դրա համար վեմը թե Քրիստոս իր խոսքը մեկ են ինքն էլ է ճշմարտություն իր խոսքն էլ է ճշմարտություն Երանի մենք ուրախանանք Աստծո խոսքով մեր զորությունը Աստծո խոսքի մեջն է ես ցույց տամ թե Աստծո խոսքը ինչ զորություն ունի աշխարհում այդպես զորություն գոյություն չունի որ մեզ բոլոր կուրքերից փղծուներից մաքրի գոյություն չունի այդպիսի զորություն միայն Տիրոջ խոսքը ով կարա քո իմիջի բոլոր փղծուների կուրքերը մաքրել այդպիսի զորություն միայն Աստծո խոսքը ունի մենք իր կենթանի զորության մասին ենք խոսում տեսեք ինչ է գրած Եզեկիել 36:25-ը Եզեկիել 36:25-ը ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ ու պիտի մաքրվիք ձեր բոլոր պղծուներից եւ ձեր բոլոր կուրքերից ձեզ պիտի մաքրեմ Աստծո խոսքը որպես կյանքի ջուր Երբ որ փապագես, որ խոսքը սրսկի քո մեջ, նա ունի զորություն, բոլոր կուրքերից պղծուներից մաքրի քեզ, ոչ մի զորություն չկա քեզ մաքրող աշխարհում, Աստծո խոսքը մտավ քո ներսը, ամենա քարքարոտ, փշոտ, մարդի սիրտը փշերի քարերի մեջ է, Ինչպես է կատարում պարաթող է սարքում մի հատ փուշ չի թողում խոսքը շատ զորավոր է այն հոգին որ ինքը ստեղծել է այդ հոգին փոխող սրբող մաքրող իր խոսքն է փառավորվի նրա անունը փառավորվի նրա անունը մենք պետք է մեր շփումը պետք է Աստծո խոսքի հետ շատ լինի Շատ լինի, ով որ Աստծո խոսքի հետ չի շփվում ամեն օր։ Ես շփում չեմ ասում, նկատի ունեմ կարդալ։ Կարող է մարդիկ կարդան։ Շատ մարդիկ են սուրբի կարդում։ Կարդում են գլուխներ ամ շատանում։ Գաղափարն է շատանում։ Ես շատ եմ տեսել այդպիսի հավատացյալներ։ Ինչից խոսած տեղեկություն ունի։ Ինչ թեմայից ուզում ես խոսատեղություն ունի, բայց նրա սրտի մեջ, իր ներքին աշխարհի մեջ մի գրամ փոփոխություն չկա։ Այսօր մենք խոսում ենք այն մասին, որ խոսքը մտնի քո սրտի մեջ։ Նա մտավ քո սրտի հոգու մեջ, ընդունիր դու նրան, նա զորություն ունի քեզ փոխելու։ Քեզ ոչ մի եղբայր չի կարա փոխի։ Ոչ մի եղբայր զորություն չունի քեզ փոխելու։ Մեկ լինի այդ եղբորը փոխի։ Պատամա որոշ հավատացյալներ ասում են, աղոթա որ փոխվեմ, աղոթելով չեն փոխվում։ Ջուրը սրսկվավ քո մեջ։ Այսօր մենք չենք ուզում, որ խոսքը մտնի մեր հոգու սրտի մեջ։
մեր հոգու սրտի մեջ մտնի, նա նոր զորություն կունենա։ Բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ աշխարհից ենք եղել, բոլորս էլ նույն մեղքի բնություն ունենք։ Ինչի մեկի մեջ հաղթություն կա, մեկի մեջ չկա, որտեղ այդ մեկը իր սիրտը, հոգին տվել Աստծուն։ Այս մեր հոգին, մարմինը, շունչը ստեղծվել Աստծու կողմից, ստեղծվել Աստծուն պատկանալու համար, Աստծու անունը կրելու համար։ Հավիտենական դարերից առաջ որոշել է քեզ Աստված իր հետ ապրես։ Դա իր հավիտենական ծրագիրն է։ Այդ ծրագիրը ոչ մեկ չի կարա խանգարի։ Դիվական աշխարհը չեն կարա։ Սատանան ոչ քո տեսիլքից է վախենում, ոչ քո մարգարեությունից, ոչ էլ քո հրաշքներից։ Նա վախենում է միայն Աստծո խոսքից, միայն կենդանի խոսքից, ով որ հավատքով ինչի Աստծո գիրքը գրում, այդպիսի զորություն, եւ սատանան շուտով խորտակվի ձեր ոտքերի տակ։ Որ մարդի ոտքերի տակ է խորտակում սատանան։ Ու մեջ խոսքը թագավորում է, ու մեջ խոսքը կյանք է դարել, ու մեջ Քրիստոս նստել է գահին եւ փառավորվում է։ Նրա ոտքերի տակն է։ Քրիստոս խոսքը այնքան զորություն ունի, որ սատանային կարող է քո ոտքերի տակ գցել։ Նա ունի զորություն։ Այդ զորությունը իրա եւ իրա խոսքի մեջ է։ Մեկ խոսք ասեց, հիշում եք այն դիվահարը, որ 2000 լեգիոներ ուներ։ Մեկ խոսք ասեց, դուրս արի, եւ մեմնալ չմտնես նրա մեջ։ Մեկ խոսքով Հիսուսի խոսքը, կեսեր կառավարող խոսքը, այդ խոսքը այսօր ուզում է բնակվի մեր մեջ։ Այդ խոսքը մեզ կտա հաղթություն, այդ խոսքը կտա մեզ ազատագրում, ուրիշ ոչ մի բան չի կարող տալ։ Դրա համար շատ կարևոր է ունենանք փրկության ուրախություն։ Այդ ուրախությունը ոչ մեկ չի կարող քո ձեռից առնի, եթե իսկապես փրկության ուրախություն է։ Եվ Դավիթը հասկանում էր դա, կորցրել էր դա, ոչ մի բան իր աչքին չէր գալիս, ոչ գահը, ոչ թագավորությունը, ոչինչ չէր հետաքրում իրան։ Եթե քո ուրախությունը փրկության կորցրել ես, քեզ ուրիշ բան պետք չի, լացես, ողբաս, կանչես, Տերը սպասում է այդպիսի մեկին, Տերը չի մերժում դրան, Տերը շատ է սիրում մարդին։ Նա ուզում է, որ դու սպասես իրան։ Տիրոջ կողմից փրկություն կա անպայման։ Տեսեք ինչ խոսքեր է գրված։ Այս խոսքերը կյանք են։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Երբ որ դու սպասես Տիրոջը, ստեղ չէ, գնաս տուն էլ, աղոթես, սպասես քո Աստծուն։ Քո Աստված հավիտենական սեր ունի։ Նրա ողորմությունը խիստ զորավոր է իրեն կանչողներին, գրում Աստված, ծռեցավ ինձ լսեց իմ աղակս։ Եթե դու արցունքով սպասես Տիրոջը, իմ կյանքում շատ է եղել, եղել է լրիվ անհույս եմ եղել, լրիվ, մի գրամ հույս չի եղել երկրավոր, հույսը լրիվ կտրվել է։ Ես հիշում եմ այդ օրը, ծոմի մեջ էի, արցունքները խեղդում էր ինձ, լեզուս բերնին մեջ չորացել էր արդեն, բայց վերջի աղոթն արեց այսպես ացագումած, ասի Տեր, իմ հավատքը պրծավ, իմ աղակելը պրծավ, իմ արցունքները չորացավ, բայց քո սերը հավիտյան կենդանի է, Ալելույա Հիսուսին, բայց քո սերը չի պրծնում հավիտյան, կրտնիր Աստծո սիրուն, ով է անիկա, որ անապատեն, կկրտնի Տիրոջ սիրուն,
կրտնի Աստծո սիրուն։ Եթե նույնիսկ աղոթես, Հիսուսը չի պատասխանի քեզ։ Հիշիր այն կնոջ առակը, որ ասես Տեր, չէ որ շնել էր իրանց տիրոջ ընկած փշակներում սեղանի կերակրվեն։ Նա աղաղակում էր, բայց հույս չուներ, բայց գիտեր Հիսուսը խիստ ողորմած է։ Սպասելով սպասեցի տիրոջը, ծռեցավ, լսեց իմ աղաղակը, զիս կորսյան փոսից, տղմալից կավից ազատեց։ Նա ունի զորություն, ամենախոր փոսից։ Մի եղբայր պատմում է, ասում է, օրեօր իջնում եմ մեղքի փոսի մեջ, օրեօր իջնում էի։ Հասել եմ հատակն արդեն, ասում այդ մեղքի փոսի։ Բայց ասում է, ես չէի պատկերացնում, որ դեղձի սպասում է Հիսուսը։ Եվ նա գրկեց ինձ, ասեց, ես քեզ սպասում եմ մեղքի վերջին վիհին։ Ամենասարսափելի տեղը կանգնած է Հիսուսը։ Ամենացածր տեղը իջել է Հիսուսը խաչի վրա։ Խաչի վրա ամբողջ աշխարհի մեղքն է վերցրել իր վրա։ Ամբողջ աշխարհի մեղքը վերցրել է իր վրա։ Իջել է մեղքի անդունդը։ Ամենագործված մարդին ազատելու համար։ Նա ուրիշ է, սիրելի եղբայրներ, քույրեր, իմ հարազատ Քրիստոսի զավակներ, Հիսուսը ուրիշ է։ Հիսուսի նման չկա այս աշխարհը։ Նրա խոսքը կենդանի է, նրա խոսքը մեզ ամեն ինչ կտա։ Այս քարոզների նպատակն է, որ ձեզ սիրահարեցնենք Աստծո խոսքի վրա։ Կապվեք Աստծո խոսքի հետ։ Գիշեր ցերեկ կապվեք Աստծո խոսքի հետ։ Ստեղ նստած բոլոր եղբայրները, որ քարոզում են ձեզ, աղոթում են ձեզ համար։ Ես հավատում եմ, նրանք գիշեր ցերեկ կապված են Աստծո խոսքի հետ։ Եթե Աստծո խոսքի հետ չկապվեն, նրանք չեն կարող հոգևոր մարդ դառնալ։ Գիշեր ցերեկ կապված են։ Մեր զորությունը Տիրոջ խոսքն է։ Ավետարանն է մեր զորությունը։ Հռոմեացիս թղթում ասում է, Պողոս առաքյալ ասում է, ես ամոթ չեմ սեպե ավետարանը, նա Աստծո զորությունն է։ Այո, սիրելներ, մենք տեսնում ենք Սուրբ Գրքի մեջ, ես ամոթ չեմ սեպեր ավետարանը, քանզի Աստծո զորությունն է։ Բոլոր հավատացյալների փրկության համար առաջրային ետգույնին, Հռոմեացիս 1:16։ Ավետարան Աստծո զորությունն է։ Աստծո զորությունը տրված ավետարանի մեջ։ Եվ ինչպիսի զորություն է։ Տեսեք ինչպիսի զորություն է, սիրելիներ։ Այդ զորությունը շատ փառավոր է։ Շատ զորավոր ավետարան է։ Տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 10-րդ խոսք։ Բայց հիմա հայտնվեցավ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս երևանալով մահ խափանեց եւ լույս հանեց կյանքը անմահությունը ավետարանի միջոցով։ Կյանք անմահությունը ավետարանի միջոցով աշխարհ եկել։ Քրիստոս մահ խափանեց եւ այսօր մեզ ավետարանի զորությունը, Աստծո զորությունը մեր ավետարանի մեջն է։ Կապվեք ավետարանի հետ, կերեք ավետարանը, լեցվեք ավետարանով, նա զորություն կտա ձեզ։ Նա այնպիսի զորություն կտա, որ դուք կհավատաք այս բաներին։ Եթե նեղության մեջ, փորձության մեջ ընկնես, Տերը քեզ ինչ ասում։ Տերը տես ինչ ասում քեզ։
Եթե դու վստահես քո Աստծուն, նա քո առջևից կգնա։ Ես քո առջև պիտի երթամ, Եսայի 45-ի 2-3-ը։ Ես քո առջև երթամ, խորտու որտեղը պիտի շիտկեմ, պղնձը դռները պիտի փշեմ, երկաթենիգերը պիտի կոտրտեմ։ Քո առջևից պիտի գնա։ Զորությունը քեզանից չի։ Դու մինակ իրան հավատա, իրա խոսքը սրտիդ մեջ պահի հավատարիմ։ Այդ խոսքը քեզ ապ կհանի։ Աստծո խոսքը գրում ա քո սրտի վրա, որ զորություն ունես։ Ես տեսել եմ իմ կյանքի մեջ, նեղությունների մեջ, որ մի տարի բանտ նստած է, ես անգամներ ասել եմ սա։ Աստծո խոսքը գրված էր սրտիս վրա։ Բայց ես չգիտեի, ես խեղճացել եմ ամեն ինչով։ Զորություն չկար մեջս, ուժ չկար մեջս։ Մեկ էլ Աստծո խոսքը խոսեց ներսիցս։ Անիցիալ են մարդը մարդին գուսա։ Եվ մարդ իրեն բազուկ կնե տիրոջից խոտորի։ Այդ խոսքը հնչեց իմ սրտում, կրակի պես վառեց։ Աստծո խոսքը կրակ է։ Սուրբ Հոգու կրակն է իր մեջը։ Հավատացեք այդ խոսքի կրակին։ Այդ խոսքը կայրի ամեն ինչ մեր մեջ։ Միան մտնի այդ խոսքը զորավոր ձևով ձեր մեջ։ Ձեր մեջ կփառավորվի նա։ Նա կենթանի խոսքը։ Նա ուզում է փառավորվել մեր մեջ։ Նա ուզում է երևալ մեր մեջ։ Նա իր խոսքի հայտնությունը ուզում անի մեզ։ Ամեն մի խոսք, որ հայտնվի քո հոգու մեջ, բացի քո հոգու աչքերը, օրենքի հրաշքները տեսնես Հիսուսին, տեսնես քո կենթանի Աստծուն, իր խոսքի մեջ, խոսքի դուռը բացվելով, դրա համար Պողոս առաքյալը լցված Սուրբ Հոգով ասում էր ժողովրդին, որ աղոթեն իր համար, աղոթեն իր համար, Սուրբ Հոգու աղոթքով, ամենատենաղոթ կարեք խնդրված հոգով, Եփեսացիս 6-րդ գլուխ, այս բաները հասկացեք կատար հարատեգությամբ, աղաչանքով բոլոր սուրբերի համար, ինձի համարել, որպես ինձի խոս տրվի, բերանս բանամ, համարձակությամբ ավետարանի խորհուրդ հայտնելու։ Նա ուներ օծություններ, բայց իր հավատքը ընկած էր հոգու աղոթքի վրա, դրա համար ասում է ձեր անձերը շինեք, սուրբ հավատքի վրա Սուրբ Հոգով աղոթք անելով, հոգու աղոթքը ուրիշ բան է, հոգու աղոթքին հավասար աղոթք չկա երկրագնդի վրա, տեղ տվեք այդ հոգու աղոթքին, տներում, հարատև, կտեսնեք Սուրբ Հոգին, ոնց ձեր հոգու աշխարհում հեղափոխություն կանի, մեծ շրջադարձ, եւ այդ նույն Պողոս առաքյալը Կողոսացիս նամակի մեջ գրում է նորից աղոթելու մասին, որպեսզի Քրիստոս խորհուրդը բացվի։ Նայեք ստեղ 3-4 գլուխ ստեղ խոսքի աղոթք կարեք նաև մեզի համար, որպեսզի Աստծո խոսքի դուռը բանա մեզի։ Քրիստոսի խորհուրդը խոսելու, որ համար կապված եմ։ Խոսքը ունի դուռ։ Պետք է աղոթենք, որ խոսքի դուռը բացվի մեզ։ Որ Քրիստոսի կյանք հայտնվի մեզ։ Աստված ուզում է սիրելներ, Աստծո նպատակն է, որ իր ամեն մի խոսքը գրի մեր սրտի տախտակների վրա, մենք իր նամակը դառնանք, այդ խոսքը իշխանություն ունի հավիտենական։ Այսօր մեր նպատակն է Հիսուս Քրիստոսով, որ խոսքը բնակվի երիտասարդների սրտի մեջ։ Ես համոզված եմ, մարդին ինչքան խրատես չի դաստիարակվի։ Ես համոզված եմ, ես հոգիներ գիտեմ, 30 տարի նույն բան ասում ես, մեկը նա իր արթու զարդի թագրը չի տալիս, մեկը ասում ես չես ասում հոգու չունի։ Մարդի ներսը, որ մտավ խոսքը մտավ, ներսը մտավ, բոլոր կուրքեր պղծությունները կմաքրի։ Այսօր պետք է այդ զորությունը մտնի մեր մեջ։ Հավատացյալ, քո զորությունը, այս ինչ եղբոր միջոցով չէ, քո զորությունը
Աստծո խոսքի մեջ է։ Հավատացյալի զորությունը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը շատ զորություններ ունի։ Շատ հրաշքներ է կատարում մարդի հոգու աշխարհում։ Մարդի հին մարդը խաչել կտա եւ ազատել կտա քերությունից, սատանայի իշխանությունից ազատել կտա եւ Աստծո թագավորության մեջ կտեղափոխի։ Տերը ունի այդ զորությունը։ Փառավորվի նրա անունը։ Փառավորվի նրա անունը, սիրելներ։ Օրհնյալի նրա անունը, սիրելներ։ Մենք աղոթքի տեղ տանք։ Կանգնենք աղոթքի, սիրելներ։ Փառտանք Տիրոջը, սիրելներ։ Տերը ներկա է մեր մեջ։ Հավատանք, որտեղ 2-3 հոգի հավաքվենք իր անունով, մենք հավաքվել ենք իր անունով։ Եվ իր խոսքի համաձայն նա ներկա է մեր մեջ։ Աղոթքի տեղ տանք, սիրելներ։